Թմրանյութի առքովաճառքի համար։ Իսկ մի անգամից քեզ վերցնում եմ ու վсё։ Լուրերով թեքում ես, ամեն երկրորդը թմրանյութի մասին է խոսում։ Հակառակ էֆեկտը։ Բայց հենց տանը կաստնա ոսկորին արդեն ուշալու։ Բանտը բոլորից փոխեց, ում էլ չփոխեց, փոխելու է հաջորդ սովորին։ Կարային ավելի մեղ պատիժ տային, զուտ առաջի անգամ մարդը, որ հայտնվել է ինչ-որ իրավիճակում ու հասկանում է, որ սխալ է, այն որ կարգին հաղորդման մեջ էլ կար ասում, շամուկ ասես, ասում եմ, շամուկ չես անալու, քեզ ցմա են տվել։ Չէ, դուրսը գիտեն, ստեղ մութ է, ցուրտ է ու ծեծում են, բայց իրականում այդպես չի։ Ոնց կարամ, ես գնամ ու մնամ վերջ։ Սիմոն Սաֆարյան, 27 տարեկան, 3 տարի է ինչ գտնվում է Արմավիրի բանտում։ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրամիջոցների առքովաճառքի քրեական գործի վարույթի շրջանակներում։ Սիմոնի խոսքով որևէ մեկը ապահովագրված չէ, որ չի հայտնվելու բանտում։ Ըստ նրա, բոլորն էլ գալու են։ Իսկ բանտն իր համար դժոխք չէ, դժոխքը իր ընկալման մեջ է։ Ինչ սովորեցրեց բանտը Սիմոնին, ինչ խլեց նրանից։ Մանրամասները տեսանյութում։ Արդեն 3 տարուց ավել է գտնվում եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Ինչի համար եք ազատազրկվել։ Թմրանյութի առքովաճառքի համար։ 27 տարեկան։ Եվ ինչքան 24-ից նստած եմ, մինչև հիմա։ Եվ քանի տարի ազատազրկման դատապարտվեցիք։ 6 տարի։ Ամենամեղ պատիժն էր էլի այդ հոդվածի համար 6-ից 12, բայց Սիմոնը հարցիքս չտվեցիք ինչի։ Դե արդեն ուշ էր, երբ որ տվեցի, կուպիտ ասած։ Չէ, միջև էդ էլ լիքը մտածմունքներ կար, բայց երբ որ մարդ մի բան չի իմանում, օրինակ օրենքները չի իմանում, թե ինչքան է պատժում կամ ոնց է լինում, մի քիչ այդ մասին չի մտածում, էլի։ Բայց հենց տանը կաստնա ոսկորին արդեն ուշալու։ Ոնց բացայտել եք, տենց տանը նստած էիք Չէ, ավելի լավը չմանրամասն, բայց ասեմ, որ պատահականություն էր, բայց պատահականությունը պարզվեց այդքան էլ պատահականություն չէր, մի կարիք կար էլի, մի հատ սթափվելու ընդհանուր։ Դուք գտնում էիք, որ ձեզ սթափեցնում է պետք։ Ընդհանուր բոլորին է պետք, որ ճիշտ ուզում եք իմանաք, ես էլ այնտեղն եմ, որ կապ չունի մարդու ուր է հասե, ոնց է հասե ու ինչ դիրքում է գտնվում, այս վայրը նրա համար է, այնց այդ փակ լինելը, մենակ ու գլխի մեջ լինելը ամեն մեկին անհրաժեշտ է։ Ինչ ձևի մարդ ուզում ես եղի, հաստատ ավելի լավը կդառնաս։ Մենակ պետք է քեզ առանձնանալ, իսկ դրսում առօրյա հոգսերից վերցված աշխատանքի ու մնացած մանրուքներից դու չես կարող առանձնանալ դրանից, անընդհատ այդ պրոցեսի մեջ չես կարող կտրվես, ուզենաս չես կարող կտրվես։ Տուն, աշխատանք, ընկերներ, հարազատներ, գործ, շատ դժվար է։ Իսկ դեռ մի անգամից քեզ ասենց վերցնում են ու վсё։ Սիմոն դու օգտագործել ես։ Հա։ Հիմա չէ։ Հիմա չէ, վաղուց չէ։ Այդ սթափությունը որ պահից սկսվեց, երբ որ մտար կալանավայր։ Թե արդեն իր։ Չէ, սթափությունը պրոցես է։ Ստեղ ամեն 6 ամիսը մեկ դու ավելի ուրիշ ձև ես կյանքին նայում ու ավելի ուրիշ ձև ես մտածում։ Այդ սթափվելը ոչ թե ինչ-որ մի բանի կախվածության մասին եմ խոսում, այլ ընդհանուր կյանքին վերաբերվելու մասին եմ խոսում, որտեղ օրինակ մարդ կարող է լինի աշխատանքի գնա, բայց ինքը չհասկանա ինչի համար է գնում այդ աշխատանքի։ Հա, գումար է պետք, բայց ինչի համար, ինքը հետագայում 5 տարի հետո, 10 տարի հետո ինչով է զբաղվելու, մտքով չի անցնում։ Իսկ ստեղ որ դու մնում ես քո անցյալի հետ, ուզում ես մտածես ապագան ինչ է տեղի ունենալու, արդեն կարում ես երկարաժամկետ ինչ-որ մի բաներ մտածել։ Օրինակի համար մարդ կարող է լեզու չիմանա, բայց ստեղ քանի որ
հնարավորություն կա գրքեր ունենալ, լիքը ժամանակ կա, դու կարաս լեզու սովորես։ Ու հասկանում ես, որ 10 ամիս հետո, մի տարի հետո դու արդեն լեզվի 30-40%-ին տիրապետում ես ու նույն ձևի ամեն ինչին ես կարող վերաբերվել, որ քո նպատակները ավելի հեռու են գտնվում ու ավելի մեծ բաների ես հասնում։ Իսկ իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ժողովրդի մեծ մասը չի պատկերացնում, որ մենակ նրանով չի սահմանափակված առավոտ գնամ գործի, 200,000 ստանամ, 300,000 ստանամ, գամ տուն, այս կողմ, այն կողմ, չգիտեմ, շոր առնեմ, կոշիկ առնեմ, դրանով չի սահմանափակված։ Այ ավելի մեծ բաների կարաս հասնես, երբ որ քո նպատակը ավելի հեռու է, 5 տարի, 10 տարի, ոչ թե այդ ամսվա աշխատավարձի մեջ փակված լինես։ Դու ունեիր աշխատանքի։ Ես ԱՁ ունեի, արհեստանոց ունեի, զբաղվում էի փայտից զարդատուփեր, ականջողներ, բրասլետներ, տենց դեկորատիվ բաներ էի պատրաստում, մեկ էլ երկաթի հետ կապված լոֆթ ոճի մեջ սեղաններ, աթոռներ նայած ինչ պատվեր կլիներ էլի։ Որ փուլից սկսվեց այդ թմրանյութի նկատմամբ հետաքրքրությունը, ինչից շրջապատն ավեջեր առաջարկեց, ինչ եղավ, ինչ։ Չէ, այ զուտ աշխարհ հայացքն էր էլի, մի քիչ ուրիշ։ Չեմ կարող ասեմ ոնց փոխվեց, ինչ փոխվեց, չեմ խորացել այդ առումով, ավելի էդի թողել եմ անցյալում էլի, իմաստ չկա դրան վերադառնալու։ Առաջ անգամ բանտ որ մտակ, ինչ զգացողություն էր։ Դուրսից ուրիշ լսում ենք, բայց երբ որ ներս ենք մտնում։ Հա չէ, դուրսը գիտեն, այստեղ մութ է, ցուրտ է ու ծեծում են, բայց իրականում այդպես չի։ Այստեղ մթնոլորտ, վատ մթնոլորտ կա բնականաբար, որտեղ ոնց է չլինի, այն մի հատ ծիծաղելու բան կա, ասում է, Բերթոն հեռախոս են գողանում, մոտենում են հարց փորձ են անում, էլի ոնց գտնենք այդ հեռախոսը, ասում են Բերթա, բոլորը հանցագործները ինչ եք ուզում այդ հեռախոսն է չգողանան։ Այսինքն ընդհանուր կոպիտ ասած լավ մարդիկ չեն հավաքված, էլի, հա ես ինձ էլ նկատի ունեմ, բայց համատարած չէ, էլի, անհատական ամեն մեկի հետ որ շփվեք, չեք ասի որ վատն են։ Զուտ կյանքի դասավորվածությունն է, էլի ինչ որ մի դրդման տար է, որ մարդը հայտնվել է այստեղ ու ստեղից ոչ մեկ ապահովագրված չի էլի, որ չի գալու այստեղ, տենց չի լինում։ Մեկը ոչ թե բոլորը գալու են, այլ կարա լինի որ գան, օրինակ վարորդել կա, շինարարել կա, դժբախտ պատահարներ կան, դիտավորություններ կան ու ամեն ինչ կա, տենց անհատական սկզբունք չկա, որ չէ, էսի չանես, այստեղ չես գալու, չէ, տենց բան չկա։ Մեկը կարող է 80 տարեկան լինի, սաղքյանքը չգա, բայց մի հատ 80-ի ժամանակ մի հատ, չգիտեմ, ինչ որ ամփոփության պատճառով հայտնվի ստեղ։ Նորմալ երևույթ է, պրոստը եթե դրսում այդքանը չգիտեն, թե այստեղ ինչ ձևի մարդիկ են։ Մի քիչ իրանց համար դա անհասկանալի է, ոնց կարամ ես գնամ ու գնամ վերջ։ Բոլորը եթե կարա պատահի։ Այդ մուտքը ոնց է ուզում այդ զգացողությունը։ Չէ, դե մուտքը process է, ուզած, չուզած դու արդեն իներցիայով գնում ես, էլի, որ всё, այս process-ն է, այս process-ից հետո այս process-ն է, դատական process-ն է, խուց պետք է տանեն, այնտեղ դու արդեն պետք է առաջինը զբաղմունք ունենաս, որտեղ օրդ անցնի, եթե զբաղմունք չունենաս, այն ժամացույցի կտկտոցը ականջիդ մեջ է, այն որ կարգին հաղորդման մեջ էլ կա, ասում է, ժամը կասես, ասում է, ժամն ինչ ես անալու, քեզ ցմա են տվել, ժամի պահը հենց այդ է։ Ամենասկզբունք ու այդ կապոպայի։ Հա։ Հետո ինչ եղավ։ Չէ, հետո վարկյանի պես անցավ ինչև հիմա, հեսա էլի անցնում է։ Մնացածը ես չեմ սիրում էլի պարապ մնալ, անընդհատ աշխատելու տեղ կա, անընդհատ սովորելու տեղ կա։ Ինչ ես սովորում։ Մեկը արհեստը։ Ես մասնագիտությամբ փայտի գեղարվեստական փորագրող եմ ու տենց արվեստի հետ շատ եմ առնչվել էլի, այսինքն մասնագիտական առումով լիքը մասնագիտություններ ունեմ, որ որոշ չափով հմտացել եմ, որոշ չափով տիրապետում եմ ու զուտ
ընտրելու հարցն է, թե ես ինչով կզբաղվեմ, ոչ թե սովորելու։ Օրինակ սա սովորելու կավագործությունը, օրինակ սովորելու միտք չկա, այսինքն ես կարող եմ էլի համատեղել, օրինակ եսի փորագրության Իսկ ինչ անենք լուսամփոփ նաչնիկ հայրենոց կլինի, հա։ Ինքը մեջը լուսեր ա դրվելու ու այս լուսամուտներից գիշերը որ միացնեք օրինակի համար մի քիչ զմայլվեք, նվեր, կոպիտ ասած նվեր էլի, բայց ինքը համ դեկորատիվ է, համ կիրառական է, կարող եք օգտագործել էլի, ասենք չգիտեմ, ստեղ ինչ-որ վանալիներ դնել, ինչ-որ, չգիտեմ, օգտագործեք, թեկուզ գիշերը զոտ, որ չուզենաք լրիվ մութ լինի, միացնեք, որ մի քիչ լուսավոր լինի, բայց ինքը շատ հետաքրքիր է անում էլի, վերջում թրծելուց հետո գույնային գաման, որ լրիվ համապատասխանալում շատ սիրուն է։ Դե բանտի դժոխք կլնել չլնելը մարդուց է կախված, ոնց տրամադրվես, այդպես էլ անցնելու է առօրյադ, օրինակ լիքը մարդ կա, որ մի վարքյան չի կարող մի տեղ մնա, վա ես ինչ վատ է, սա վատ է, իր մտքերն են վատը, թե չէ վայրը ինչ կապ ունի, ստեղ անձնային աճ դաս կար, ու տեղ մի մարդու մասին էին խոսում, որ Գերմանիայում պատերազմի ժամանակ գերի ընկածները, օրինակ պահում էին շատ վատ պայմաններում, ու ինքը ոնց է գոյատև է, զուտ հասկացել է, որ գոյատևելու պրոցեսը իր գլխի մեջ է, այսինքն ինքը որ տրամադրվի, որ վատ է, ավտոմատ ամեն ինչ է լավ լինելու, ինքը գոհ է եղել, որ ինքը ողջ է։ Այդքանով ինքը գոհացել է ու տարիներով 4 տարի ապրել է, ասենք, անմարդկային պայմաններում, ասինքն ոչ ջուր ա եղել, ոչ հաց ա եղել, ոչ տանիք ա եղել, ոչ շոր ա եղել, ոչ բարեկամություն ա եղել ու ամեն օր մարդ են սպանել, ինքը այդտեղ տեսել է այդ ամեն ինչը ապրել է։ Ու դրանից հետո գիրքել է, դե անունը չեմ հիշում, պրոստը ում մասին էր խոսքը, բայց միտքը նրանում է, որ ամեն ինչ մարդու գլխի մեջ է, էլի իր անկանման մեջ է կայանում, ոչ թե վայրի մեջ է։ Վայրն էլ կապ ունի, բայց մարդուց է գալի։ Շատ մարդիկ կան, որ մենակ բողոքում են, որ էսի վատ է, էսի վատ է, էսի վատ է, լավ կողմ է նայ, անհնար է լավ կողմ չլինի։ Եթե մի բանը կա վատ, այսինքն այդտեղ ինչ-որ մի բան կա, որ վատ է։ Դու հələ այդ ինչ-որ մի բանը, որ կա, դրանով գոհացի, հետո կհասկանաս, դեպի քեզ երիկա թե չէ։ Հատակեսնի ինչ-որ տենց այդ մուսավոր կետին տանել։ Չէ, ճիշտ ասեմ, որտեղ մարդը ինքն իրան պետք է հասկանա, չգիտեմ, մի հատ ինչ-որ մի բան պետք է լինի իր այդ հասկանա, թե չէ ինչ էլ որ ասես, չի հասկանա։ Քո հետ կատարվածներում ես մեղադրությունը։ Ինձ ուրիշում պետք է մեղադրել։ Պետք է փուլ է, էլի, ում մեղադրելը։ Հիմա առաջին անգամ որ ինչ-որ մեկը մտնի վերթ, օրինակ Միջանցքով գնա, մի ամիսա ստեղ է, որ կանգնացնես իրան հարցնես ում ես մեղադրում, հա ինքը կարող է չասի ում է մեղադրում, բայց հաստատ իմացեք, որ առաջինը մեղադրելու է ինչ-որ մի հատ պայմանի, օրինակ ավտո կտրեց դեմս, ինչ-որ մեկը տենց ուրիշ ճանապարհով գնացի, ոստիկանները կանգնացրեցին, այս ձևի բաներ են ասելու, կամ այնտեղ չգիտեմ, ծառետակ շուներ կապած, այդ կողմով չանցա, այս կողմով անցա, մարդիկ էին հավաքված, հետո ոստիկանները շուտվանից էին ինձ հետևում, սենց սա խաբեբայություն, մեղանը դե հեշտը մեղավոր գտնելն է, էլի ոչ թե քո մեջ մանկաս այդ խնդիրը։ Իսկ Սիմոն ճանապարհ չգտած, ինչ-որ մի կերպ չհայտնվեիք այստեղ, օրինակի համար բողոքարկման պրոցեսներ, համապատասխան կառույցներով հասնեիք, ինչ-որ ճանապարհի չգայիք այստեղ։ Չէ, այդպես ճանապարհ չէր լինի, որտեղ ինձ ինչ մեղադրանք որ ներկայացվել է, ես հասկացել եմ, որ ճիշտ մեղադրանք էր Սիմոն։ Չէ, ոչ թե ճիշտ ու սխալի մեղադրանք էր, այլ առերևույթ ինչ կար դրա մասին էր էլի խոսքը, բայց եթե արդար թե արդարացի չէ, կարային ավելի մեղ պատիժ տային զուտ առաջի անգամ մարդը, որ հայտնվել է ինչ-որ իրավիճակում ու հասկանում է, որ սխալ է, մենակ դրա համար կարային ուրիշ պատիժ տային, բայց որ չեն տվել, էլի ոչինչ ասեմ, բան չի փոխվել։
2 տարի 9 ամիս, եթե չեմ սխալվում, չէ, օրերն էլ չեմ հաշվում, որտեղ ժամանակը արագ անցնում շատ։ Որը գալու է, ասեմ, всё, վերջացել է, կարաս գնաս։ Տարբերություն չկա, ժամը հաշվեմ, ինչ մնացել է 179 օր 3 ժամ, հա, ոչ մի բան չի փոխվել։ Երես թեքողներ են, Սիմոն։ Այդ էլ է հետաքրքիր թեմա, երես թեքողներ։ Չէ, երես հենց խնդիրը դրա մեջ է, ոչ թե երես թեքողներ եղան թե չեղան, այլ դու հասկացար, որ էլի սխալ ընտրություն ես կատարել, ոչ թե իրանք երես թեքեցին, այլ դու ես սխալ որոշում կայացրել, որտեղ երես թեքողը, եթե ճիշտ որոշում կայացնեիր, թեկուզ ընկեր լինի, ընկերուհի լինի, հարազատ բարեկամը լինի, եթե դու ճիշտ մարդու հետ ես ընկերություն անում, ինքը երես չի թեքի։ Ընկերուհի կար։ Այդ ժամանակ կար, բայց հենց բռնվելուց հետո կապը խզեցի, որտեղ միտք չկար էլի, միտք չտեսա պահելու։ Չընդունեց այդ Սիմոնին, որը հայտնվել է բանտում։ Չէ, ես չընդունեցի այդ Սիմոնին, որ հայտնվել է բանտում։ Իսկ հետո ինչ անելու։ Ինչից հետո։ 2 տարի հետո։ 2.5։ Ինչա լինելու, շատ լավ է լինելու։ Հա։ Անպայման։ Այս ճանապարհը այս դռները չի գա։ Չէ, դե այդ գալ չգալը, էլի եմ ասում, ոչ մեկից կախված չի, բայց միտքը, որ ես արդեն այս ամեն ինչը տեսել եմ, ավելի հավանականությունը մեծացնում է ինձ ստեղ չհայտնվելու։ Ու ոչ միայն ինձ, այլ իմ հարազատներին, իմ բարեկամներին, որտեղ օրինակի համար, եթե մարդը չի պատկերացնում, որ արագ վարել չի կարելի, օրինակի համար, բայց վառ օրինակ, որ իրան ասես, գիտես ինչ կա, մեր մոտ սենց մարդիկ կան, ու ամեն օր գալիս են, էլի սենց մարդիկ, որ ոչ սթափ վարելու համար, արագ վարելու համար, ամփույթ վերաբերվելու համար, զուտ մեքենայի առումով եմ ասում, որտեղ Երևանում շատ կան, էլի մեքենաներ մոտ, չգիտեմ, 3-400 հազարից ավել ավտոմեքենա կա, այսինքն 10%-ից ավել է ու բոլորը առնչվում են, թե երթուղային կլինի, թե տաքսի կլինի, թե շինարարություն կլինի, բոլորն են առնչվում։ Ու այդքան էլ որ իմանան ավելի իմ կարծիքով զգուշ կլինեն, որտեղ որ իմանան օրինակ 3 տարի մարդը ազատության մեջ չի եղել ու ինչ պատճառով, մի հատ ամփոփության պատճառով ավելի լուրջ կվերաբերվեն կյանքին։ Թող լուրերով ցույց չտան, որ այսքան գործ բացահայտվեց, այսքան թմրանյութ կտան, այսքան հակառակ էֆեկտը, իմ կարծիքով հակառակ էֆեկտն է տալի։ Եթե օրինակի համար ոչ մի տեղից չի լսում մարդը թմրանյութի մասին, ոչ մի տեղից։ Լուրերով թեքում ես, ամեն երկրորդը թմրանյութի մասին է խոսում։ Միտքը որն է, որ չլինի, որ չլսեն մարդիկ, չիմանան, որ տենց բան կա, չիմանան, որ շատ է, չի լինի։ Բաներ կա, օրինակի համար ես այս գործ անելուց կամ կոֆե խմեմ, ձեր բաժակը ձերս չեմ կարող, որտեղ խանգարելու անհամատեղելի է։ Նույնն էլ կյանքի մեջ, եթե դու ինչ-որ մի բան օգտագործում ես, քո կյանքն էլ դրան համապատասխան պետք է լինի։ Իմ կարծիքով էդի մարդու որոշումն է էլի ավելի շատ ու իր կյանքին համատեղելի է, թե համատեղելի չի։ 2.5 տարի հետո որ Սիմոնը դուրս գա, որ կետից է սկսել։ 2.5 տարի հետո կասեմ, բայց հիմա որ դուրս գամ, ոչ մի կետից չեմ սկսել, առաջին հերթին այստեղ շատ բաներ ես սովորում ու հասկանում ես, որ դուրս գաս, էլի պլաններ կարաս կազմես, բայց որ դուրս գաս մի շաբաթ 10 օր, դու եթե մտածես, թե դու ինչ ես ուզում անես, ամեն ինչ ավելի լավ կլինի, հենց խնդիրը որոշման մեջ է, մարդիկ շատ շուտ են որոշում կայացնում, այսինքն թեկուզ տուն առնելու մասին եթե խոսք գնա, հիպոթեք վերցնելը, հա մի ամիս, 2 ամիս, 3 ամիս տենց տուն են նայում, բայց խորքային չեն նայում ֆինանսական, թե իրանք ինչքան կարան դրանից վնաս կրեն կամ օգուտ ունենան, մենակ բանն են նայում, էլի տարբերակներն են նայում, որ տարբերակը չեն նայում, բացի այդ տարբերակներից, թե իրանց կյանքում ինչ փոփոխություններ կլինի, բայց որ ազատության մեջ լինեմ, օրինակի համար
աշխատանք գտնելու համար ինձ դժվար չի էլի աշխատանք գտնելը, քանի որ մասնագիտություններ կա, մասնագիտությունների հիման վրա կարամ մի քանի գործ մանգամ ու շատ շուտ կլինի, որտեղ Հայաստանում շատ աշխատանքի տեղեր կան, աշխատողներ չկան։ Ու հիմա իմ կարծիքով ավելի շատ, քանի որ շինարարական բում ա գնում, այդ առումով ավելի հանգիստ եմ։ Աշխատանքի խնդիր չկա, բայց թե ինչ աշխատեմ, այդ դրա խնդիրը կա։ Այ օրինակ ձեր կյանքը հետո պատկերացնում եք ինչ ծրի կլինի։ Դուք պատկերացնում եք, չէ՞, դա իմ մտածմունք չի, օրինակ իմ համար, թե իմ կյանքը 10 տարի հետո ինչ ա լինելու։ Մարդը, որ հակրկնում եմ իր նպատակները, հենց նպատակները, եթե մարդու մեծ է, ինքը պետք է ավելի զգույշ որոշումներ կայացնի, դրա համար ասեցի, էլի դուրս կամ 1 շաբաթ 10 օր ամենակիչը անհրաժեշտ կլինի, որ ինչ որ որոշում կայացնեմ, որ հետո չզղջամ էլի իմ որոշման համար, որ կարելի է այս մի բանը չանել, այս մի բանը անել, ավելի հարմար լիներ, ավելի օգուտ լիներ։ Բանը բոլորին փոխեցի, ում էլ չփոխեց, փոխելու է հաջորդ սովորին։ Միանշանակ հաջորդին է չլինի մյուսին, բայց չնայած մարդիկ կան, որ 10 անգամ էլ նստեն չեն փոխվելու, բայց փոխում է, բոլորին է փոխում, աշխատողներին էլ է փոխում։ Չէ, շատ հետաքրքիր տեղ է իրականում։ Վատ մի տրամադրվեք։ Ինձ էլ է փոխել, ես գիտեմ, բայց դպրոցի առումով, սովորելու առումով շատ թանկ ինստիտուտ է, որովհետև ժամանակը տես գործնի, ուրիշ արժեք չկա ժամանակից թանկ։ Քեզնից ինչ նախել է ժամանակից բացի, վստահ է ժամանակ ասել ես, էլ ինչ ա խլե։ Ընկերուհուն Սիմոնը որոշեց, որ պետք չի այդ Սիմոնը հանդես իր կողքին լինի։ Չէ, դե մենակ ժամանակը մեկ էլ ծնողներ բացակայել է, իմ կարծիքով արդեն շատ է։ Չէ, նրանց կողքին չեմ, էլի ասենք, ինչքան էլ ուզում ես առանձին ապրի կամ առանձին անկախ մարդ եղի, բայց ծնողները մեծ դեր ունեն, էլի։ Այսօր եթե նայենք ստեղ ապրող մեծամասնությանը, իրանց ծնողների, իրանց հարազատների շնորհիվ են ստեղ ապրում ու պետք է անգնահատ է գրել 3 տարի, որ չեն թողել իրանց, այլ որ իրանք թողել են այդ ամեն ինչը ու ինչ որ մի արարքին արա եկել են հասել են այստեղ։ Այ այդ ամենն է մի քիչ ցավալի։ Թե չէ մնացածը սովորական մարդու համար է։ Էս էլ է մարդու համար, ինձ չի, մարդու համար չի։ Ափսոսանք կա էլի շատ։